44-օրյա պատերազմում բարբարոսների ձեռքով շատ կորուստներ ունեցանք։ Երիտասարդ կյանքեր, հայրենիք։ Ցավից ու կսկիցից ծնկելը հայի համար չէ, իրավունք չունենք։ Ոտքի կանգնելը ոչ թե ցանկալի, այլև պարտադիր է։ Եթե կարող ես մի բան անել հայրենիքի համար, թեկուզ մեկ մարդու ժպիտ պարգևես, ուրեմն դու իսկական հայ ես։ Իսկ եթե այդ մեկ մարդը պատերազմի ամենաթեժ մարտերով է անցել, հարազատ ընկեր կորցրել եւ այսօր ժպտում է քո շնորհիվ, ուրեմն դու օրհնյալ ես։ Ես քիչ անժպիտ մարդ եմ նկատել, ժպիտը դեմքից չէր բագասի։ Մերուժանը 18 տարեկան էր, ժամկետային զինծառայող, երբ սկսվեց պատերազմը։ Դպրոցական սեղանից ուղիղ մարտի դաշտ գնաց տղան, ծանր վիրավորում, այրվածք ստացավ հայրենիքը պաշտպանելիս։ Միանգամից մեծացավ, ինչպես ինքն է ասում, անժպիտ դարձավ։ Բայց գտնվեց մեկը, ով կորած ժպիտը վերադարձրեց տղային։ Կռիվը որ սկսվավ, շատ մտահոգված էինք ու ոնց որ վերջացավ շատ վիրավորված զինվորներով, որ ես որպես մեր երկու տղու նույն տարիքին ինչ որ ես ամեն զինվորները շատ մոտ զգացի ամեն մոր, ամեն ընտանիքի ցավը ու ուզեցա մի բան ուրախացնել համ ընտանիքին, համ զինվորներին։ Սեդա Մաթևոսյանը ծնվել մեծացել է Վրաստանում, ապրել, մասնագիտացել, կայացել է օվկիանոսից այն կողմ։ Բոստոնում է ապրում, ստեղծագործում, ճանաչված նկարչուհի, քանդակագործ, տիկնիկագործ, մանկավարժ է։ Որքան հայրենիքից հեռացել, այնքան սրտով է մոտեցել։ Հանգիստ նստելն ու հայրենիքը հեռվից սիրելը նրա համար չէ։ Երգեր էր փնտրում, ինչ անի, որ վիրավոր զինվորներին օգտակար լինի։ Բազմաբաղադրիչ ծրագիր էր ուզում իրականացնել, որ ինքնանպատակ չլիներ ծրագիրը զուտ անելու համար։ Ու մի օր էլ ասաց, որ տեխնիկային թատերախումբ է ուզում ձևավորի Հայաստանում, որտեղ ներգրավված կլինեն վիրավոր զինվորները։ Որոշի որ Հայաստանի համար ամենից լավ բուժվելու մատերիալն է տեխնիկային թատրոնը։ Ես էլ առաջարկեցի, որ հենց Շիրակի մարզում անի ծրագիրը, անմիջապես համաձայնեց Սեդան ու ինձ էլ առաջարկեց համակարգել տվյալ ծրագիրը։ Սիրով համաձայնեցի ու այդ օրվանից սկսեցինք աշխատել։ Ես Շիրակի մարզից, Սեդան Ամերիկայի Միացյալ Նահանգներից, անցանք գործի, այստեղ գտանք տղաներին, թիմ ձևավորեցինք, գտանք այն վայրը տարածքը, որտեղ որ պետք է աշխատեին, ստեղծագործեին տղաները, աշխատեցինք մաքսիմալ ամեն ինչ ապահովել, որ տղաների համար բոլոր առումներով լավ լինի ու անցանք գործի։ Սեդային ճանաչողները գիտեն, որ որոշած արած նույնն է։ Մինչև նա եկավ, հասավ Գյումրի, այստեղ արդեն նրան էին սպասում պատերազմում վիրավորում ստացած տղաների թիմը։ Բենյամինը, Լևոնը, Արշակը, Հովանեսը և Մերուժանը։ Թե ինչ էին անելու, ինչպես էին դրսևորվելու, կամ առհասարակ ինչ էր տեխնիկագործությունն ու ինչ կապ ունեին իրենք դրա հետ, գաղափար անգամ չունեին։ Բոլորին մեկտեղել էր միայն նոր բան անելու միտքը և Սեդայի արժանահավատ ժպիտը։ Նրա ժպիտից արդեն մի անգամից կարող եմ 5-ից տեղնել խոսել, բոլորիս հոգում, սրտում լույս վառվեց։ Առաջի րոպեից այնքան լավ ատմոսֆերա ստեղծվավ, մեկեն ճիշտ հարազատ զգացի, հետ չզգացի, որ ես իրան ծանոթ չեմ։ Ծրագրի տևողությունը թեև մեկ ամիս էր, բայց այնքան հագեցած ու բովանդակային էր, որ անգամ մասնակիցներն էին զարմանում, թե ինչպես կարողացան այդքան գործ անել։ Տեխնիկային բեմադրության համար ընտրված էր Պապն ու Շաղգամը հեքիաթը, որի միջոցով պետք է վերհանվեր միասնության, ջանքերի համատեղման և ամենափոքր թվացող ուժի կարևորության գաղափարը։ 4 փուլից կազմված ծրագրի առաջին մասում տղաներից յուրաքանչյուրն իր հերոսին կերտեց, կյանք, շունչ, բնավորություն տվեց։ Յուրաքանչյուրն իր վրա զգաց տեխնիկագործության բուժիչ ազդեցությունը։ Երբեմն էլ չզգացին, թե ինչպես ստեղծագործելու ընթացքում իրենց ներսում թաքնված հույզերը, անհամաձայնությունները, ներքին բողոքները
ինչպես նաև գոհունակությունները առանց խոսքերի պատմեցին իրենց իսկ կերտած տիկնիկների միջոցով։ Խմբի ղեկավարը, պրոֆեսիոնալ տիկնիկագործ լինելով հանդերձ, սկզբունքայինորեն չմիջամտեց տղաների ստեղծագործական մտքին, թույլ տալով ազատ ինքնաարտահայտվել, անել այն, ինչ թելադրում է իրենց ներաշխարհը։ Հավես էր տիկնիկների հետ աշխատվել, ես ինձ չէի պատկերացնի տիկնիկների հետ աշխատանքից, բայց լավ իմ տուրն եկավ։ Տիկնիկների պատրաստումը ավելի շատ ինձ դուր եկավ, շատ հետաքրքիր մասնագիտություն է։ Ես տատիկինը չէի պատկերացնում, որ կկրնան այս սարքի, բայց լավ երբար ստացվավ, շատ խոսվող թեմա ստացվավ, ինձ թվա, որ եթե տատիկին գլուխ բերեցի, մնացած ինչ էլ եղնի, գլուխ կբերեմ։ Իմ հերոսներս մեկը Մուգն էր, մեկնիկը, մյուսը Կադուն էր։ Ես ճիշտ պատկերացում չունեի, թե վերջի ինչ պետք է ելներ, բայց շատ լավ եղավ։ Տիկնիկներին վերջնական տեսք տալուց, հակ ու կապով ապահովելուց հետո տղաները նույն ոգևորությամբ սկսեցին պատրաստել բեմը, բեմի դեկորները, իրեն ձեռքով նկարազարդեցին բեմի տեսարաններն ապահովող պաստառները։ Իսկ ամենակարևոր, հսկայական շաղգամը պատրաստելն իսկական տոնախմբության վերածեցին։ Հերոսները կան, բեմի ամեն մի բաղադրիչ մասը կա, գործի ուղիղ կեսն արված է, բոլորը գոհ են, ուրախ, բայց հաշվի առնենք, որ գործի կեսը դեռ առջևում է։ Հիմա այն քաղելու ժամանակն է։ Հերթը հասավ տիկնիկներին խոսեցնելուն։ Խումբը Արշակի ստուդիայում է, ձայնագրվում են, խոսեցնում իրեն ձեռքով պատրաստած կերպարներին, էլ խոսում, էլ երգում, էլ ծիծաղում ու կատակում են տիկնիկների լեզվով։ Շատ լավ ոգևորված զգացի, որ կարողացա տիկնիկներից բացի նաև օգտակար լինել իմ մասնագիտությամբ։ Թե ինչպես պետք է պատկերն ամբողջանար, թե ինչպես էին բեմի հետևից տիկնիկներին խաղացնելու, կերպարի մեջ դնելու, պատմությունը իմի բերելու, դեռ անհայտ էր, մի փոքր էլ անհանգստացնող։ Բայց պրոֆեսիոնալ ղեկավարի շնորհիվ տիկնիկները տղաների ձեռքին շատ արագ սկսեցին կատարել իրենց դերերը։ Բազում խնդիրներ հաղթահարած տղաների համար ինչ մի խնդիր էր պապիկի, տատիկի, թոռնիկների, կատվի և մկան միջոցով շաղգամը հողից հանելը։ Ներկայացման փորձերը հուսադրող էին։ Սեդա Մաթևոսյանը գոհ իր տղաներից։ Կարևորը ժպիտն ու ծիծաղն անպակաս էին։ Սեդայի տղաներին երջանիկ տեսնելու ցանկությունը իրականացված։ Ծրագիրն ամբողջությամբ պատրաստ է։ Ժամանակն է իրականացնելու ամենակարևոր բաղադրիչներից մեկը։ Խումբը հյուրախաղերով շրջելու է Հայաստանի տարբեր համայնքներում, իրենց հետ տանելով ներկայացումն ու կուտակված հսկայական դրական էներգիան ու ժպիտները։ Հյուրախաղ առաջին։ Շիրակի մարզի Հովիտ գյուղում, որտեղ չկա մանկապարտեզ, ժամանցի վայր, անգամ խաղահրապարակ։ Երեխաները մեկ մարդու նման եկել էին ներկայացում դիտելու։ Ինչպես ներկայացման ավարտին անկեղծացան հովիտցի մեծահասակները, իրենք երեխաներից պակաս չուրախացան։ Նայեք այս գեղեցկուհուն։ Ուխ, սասարի չափ է։ Այն բավական է 10 գյուղ գերագրելու համար։ Կամ կարող է լինել աշխարհի ամենամեծ խաղահրապարակը։ Երկրորդ ներկայացումը Ծաղկաբեր գյուղում է, որը Սեդա Մաթևոսյանի մոր, նկարչուհի Մարգարիտա Ավետյանի ծննդավայրն է։ Հարկ է նշել, որ տիկին Մարգարիտան ևս հայ հող ու ջրի իսկական նվիրյալ զավակ է, հայասեր ու բարեգործ։ Ծաղկաբերում նույնպես երեխաները մի լավ ուրախացան, շաղգամի ճակատագրով մտահոգվեցին, վերջում էլ տիկնիկների հետ տոնեցին համատեղ հաղթանակը։ Ախուրյան համայնքի Արևիկ գյուղի երեխաները հիացմունքով, ծիծաղով, մեկ շնչով վայելեցին տղաների ներկայացումը։ Հրապարակ կառուցենք բոլոր երեխաների համար։ Կառուցենք այն բնությունից, շաղկամից ու սիրուց։ Վերջում էլ մի լավ պարեցին, ուրախացան տիկնիկների հետ։
Թեև չէին ուզում բաժանվել նրանցից, բայց թե այլ տեղում տիկնիկները նույնպես անելիք ունեին։ Արաբիի դահլիճը լեփլեցուն էր։ Բոլորն էին ուզում մասնակցել ներկայացմանը։ Օրով առաջ էին իմացել, որ 44-օրյա պատերազմի վիրավոր զինվորները տիկնիկային ներկայացմամբ իրենց են այցելելու։ Նայեցին, ուրախացան, մեծահասակները հուզվեցին, երախտիկի խոսք ասեցին, փոքրիկներն էլ մի կուշտ ծիծաղեցին։ Այնքան ուրախ ենք, որ մենք զինվորներին տեսած այստեղ ուրախ։ Գյուղերում ունեցած հաջող հյուրախաղերից հետո հերթը Գյումրի քաղաքին հասավ։ Գյումրու գեղագիտական կենտրոնի դահլիճը լիքն էր հանդիսատեսով։ Ասացին պատկերացում անգամ չունեն, թե ինչ ներկայացում են դիտելու, թե ինչպես են կարողացել տիկնիկագործությամբ եւ տիկնիկային ներկայացմամբ երբեք չզբաղված տղաները կարճ ժամանակում ներկայացում բեմադրել։ Հուզված ու զարմացած հանդիսատեսն իր գնահատականը տվեց բարձր ծափերով եւ հիացմունքի խոսքերով։ Ներկայացման համբավը Շիրակի մարզից հասավ մայրաքաղաք։ Ստեղծագործական խումբն այս անգամ վերցրեց իր տիկնիկներն ու գնաց Երևան։ Ելույթով հանդես գալու Երևանի Խամաճիկների պետական թատրոնի բեմում։ Տղաները լավ էին հասկանում, որ խիստ պարտավորեցնող է խաղալ ոլորտի ճանաչված ու երկար տարիների ճանապարհ անցած մասնագետների առաջ, բայց որքան ոգևորվեցին, երբ նրանց կողմից գովեստի խոսքեր ու հետագա համագործակցության առաջարկներ ստացան։ Երեխաներն ձեզ գնահատում են ու սիրում են։ Շնորհակալ եմ ձեզ։ Երևանում որ ունեցանք միջոցառում, այնտեղի նկարիչների գլխավորը Մարդիրոս Բադալյանը առաջարկություն արեց, ասեց, այս աշխատանքը կարող եք շարունակել հենց Երևանում, հեռանկարներ շատ կա Երևանում։ Կհաշվեմ, որ հաջողվավ, այնտեղ որ շատ ժպիտ տեսա մեր այս վիրավորված զինվորների դեմքերը, շատ ուրախ, շատ սիրուն անցավ։ Տղեկը տեսնելով ինչքան ուրախություն իրանք կարան երեխեքին տան, էդի կարծեմ ամեկուց բարձրն էր։ Ձեռբերումների ամենագլխավորը մարդիկ էին, որ շատ յուրահատուկ մարդկանց հետ ծանոթացա։ Դե ամենակարևորը մարդկային շփումներ է ամենի հետ կապված, այդ շփումը որ ստեղծվեց, ամեն ինչ կստեղծվի էլի ընթացքում։ Շատ լավ ծրագիր է, շատ լավ մարդիկ էին, բոլորը հաճելի էր ամեն ձևի։ Անկեղծ այս մի ամիսը տարբերվեց, միջավայրը յուրահատուկ, մթնոլորտը պայծառ, արևային, ինձ զգացել եմ աշխարհից կտրված, լավ մարդկանց մեջ։ Թե ինչպես կարողացան տղաների զենք բռնած ձեռքերն այսքան նուրբ ու մանրակրկիտ աշխատանք անել, թե ինչպես նրանց պատերազմի դաշտում կոպտացած սրտերը փափկեցին ու երջանկանալուց բացի նաև երջանկացրին, միայն տեսնել էր պետք։ Սա թիմային աշխատանք էր, որը հաջողվեց։ Սա օրինակ էր ուժերի մեկտեղման, մեկ բռունցք դառնալու, համատեղ բարիք ստեղծելու։ Թեև ծրագրի մտահաղացումը, իրականացումն ու հիմնական ֆինանսավորումը Սեդա Մաթևոսյանինն էր, բայց գաղափարի իրականացման ճանապարհին նրան մենակ չեն թողել հարազատ մարդիկ, ընկերներ։ Կարամ շնորհակալս է ամեկին Գյումրիի մարդկանց, ամեն գեղերը որ գնացինք, հիմա մենք Երևան ենք, շնորհակալ Ռուբեն Աբրամյանին, որ շատ ջերմ ու մեգեն առաջահարգեց, որ պատմեցի ինչի իմ Գյումրի, առաջահարգեց գանք Երևան ու թատրոն ցույց տանք։ Վերջին ներկայացման օրը թեև ուրախ, բայց եւ շատ տխուր էր թիմի համար։ Սեդան մեկնեց Բոստոն, բայց դա սովորական բաժանում չէր։ Նա իր սրտի մի մեծ հատված թողեց Գյումրիում, իսկ տղաների արդեն հարազատ դարձած հոգիների մի մասը տարավ իր հետ։ Բաժանումն անտանելի կլիներ, եթե չլիներ կրկին հանդիպելու փոխադարձ խոստումները։ Հույսով կապրենք, որ նորեն կվերադառնամ ու նորեն ժպիտ կստեղծենք ամեկի համար։ Նորա գնացել ենք, արդեն գարդում ենք Սեդային ու սպասում ենք, երբ պետք իրան հետ հանդիպենք նորից։
Ինչ ձեռք բերեցին տղաները ծրագրի արդյունքում։ Դա հասկանալու համար ընդամենը պետք էր տեսնել տղաներին նախքան ծրագիրը ու ծրագրի ավարտից հետո։ Շատ մեծ փոփոխություն եղավ։ Փոփոխությունները եղավ թե առողջական բարելավման տեսքով, թե տղաների մեջ ինչ որ բան փոխվեց, նրանք սկսեցին ավելի շատ վստահել իրենց ուժերին։ Ես ցանկություն ունեմ, որ այս ծրագրի շարունակական բնույթ կրի, որը հեռանկարներ շատ կա։ Շատ կուզենայի շարունակվեր, շատ հետաքրքիր կեղներ, ավելի շատ կբացահայտեինք նոր բաներ։ Ուղղակի մեր աչքի առաջ ինչպես աճեցին ու դարձան տեխնիկագործ դերասաններ, դա ուղղակի զարմանալու էր։ Դա ինչ որ սած մի հատ ոլորտ, որնոր ես ընդեղ էլ ինձ կրնամ լավ զգամ էլի։ Հույսով եմ, որ կարանանք ավելի ֆինանսավորենք այս պրոյեկտը ու նորեն երեխեքին ուրախացնենք զինվորների հետ։ Սեդայի բարի ժպիտը պատասխանատվությունն ու հոգատարությունը փոխեց կյանքեր։ Կյանքի հանդեպ ունեցած մոտեցումներ, հուսահատություններ, երբեմն էլ հիասթափություններ։ Տղաներն այս ընթացքում վայելեցին սիրո, ջերմության, հասկացվածության, գնահատված լինելու բերկրանքը։ Այս տղաները վիրավոր են ֆիզիկապես, բայց հոգեպես հզոր են։ Նրանց հոգին ամուր է լեռներից, նրանց կամքը երկաթից է, ուժը ի վերուստ։ Եթե նրանք կարողացել են մարտի դաշտում զինակից ընկերոջ մահը տեսնել ու ապրել, այժմ էլ հանուն այդ նույն անմահացած ընկերների, հանուն իրենց պաշտպանած հայրենիքի ժպտալ ու ժպիտ պարգևել։ Մենք էլ պարտավոր ենք ազգովի լինել միասնական, բարի, արարող ու կարեկից։ Եթե ընդունենք, որ բարությունը ես եմ, դու ես, բոլորս ենք, կհաղթի հայն ու հայությունը, կհաղթեն այս տղաները։ Դուք մենակ չեք, քանի դեռ կան Սեդայի պես հայրենը նվեր մարդիկ։ Դուք հաղթել եք, տղաներ։